Բկաների ռուբրիկային գնանք ադրբեջանական բենզինի մասին խոսել, դե ոնց որ Արի մենակ դրա մասին ցորենից պրծանք, հիմա հասանք բենզինին։ Տիտիկ մոտարի, քեզ տամ կորեք ու բենզին։ Նախ պետքա ֆիքսել շատերը հարցնում են, որ բենզալցակայաններում է այդ բենզինը ադրբեջանական լինելու։ Ոնց ես տեսա Ռանոյելում պաշտոնական բանով, հանգիստ կարող եք խուսափել բանից, գնումից, որովհետև դա ադրբեջանական է ու չգիտես ինչ որակի է։ Վերջերս հիշեցնենք մեր դիտողներին, որ պարզվել էր, որ ադրբեջանցիները նավթի մեջ խառնում են անորակ քիմիկատներ, որի պատճառով ադրբեջանական նավթը հետ են տվել շատ դեպքերում։ Չի բացառ որ սա հենց այդ նավթն է օրինակի համար, որ նաղդել են այսպես ասած։ Այո, ամռանը իրանք շատ լուրջ խնդիր են ունեցել, եվրոպական շատ երկրներ կանգնեցրել են իմպորտը Ադրբեջանից նավթամթերքի, որովհետև ինչ որ խառնել էին հավելումներ են եղել։ Երկրորդ ինչի մասին ուզում եմ ասել, դա այն է, որ դա այսպես ասած միանգամյա ակցիայի բնույթ է կրում, հա, այսքան որ թմբկահարվում է, ինչու դա մենք իմանում ենք ադրբեջանական եւ վրացական արդեն փորձագետների մեկնաբանություններից, տնտեսագետների, ինչա տեղի ունեցել, հա, այս առաջին խմբականակի համար Վրաստանը այսպես բարի կամքի դրսևորում արել եւ մաքսային վճար տրանզիտի համար չի վերցրել, բայց հետագայում նորմալ այդ ստանդարտ վճարներից 4 անգամ ավելի բարձր գին է նշանակել Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարման համար եւ հետեւաբար որևէ պարագայում հետագա պարտիաները արդեն ձեռնտու ֆինանսապես չեն կարող լինել, քան կան, այսինքն չափից շուտ են ուրախացել են մարդիկ, որոնց թվում էր, որ սա կարելի է արդեն մշտական հա բնույթ ձեռնտու ֆինանսապես Վրաստանի ներկա դիրքորոշման պատճառով դա լինել չի կարող այս պահի դերությամբ ես կարծում եմ սա իրանց համար լինելու է առիթ սկսել ուղիղ արդեն ուղարկել Ադրբեջանից Հայաստան շրջանցելով Վրաստանը ես կարծում եմ ինչ որ ժամանակ հետո մենք արդեն տեսնելու ենք այդպիսի խոսակցություններ այդ օվերտոնի պատոհանը տենց սկսելու են բացել որ ինչի Վրաստանին գումար տանք մենք կարող ենք արդեն բացել սահմանները եւ առևտուրը անել առանց միջնորդների։ Այո, եւ մեզ գալու ենք դրան։ Եվ մեզ գցեն էներգետիկ կախման մեջ Ադրբեջանից Թուրքիայից, քիչ-քիչ ասեն դե ինչ կարիք կա օրինակ բերելու այլ երկրներից, մենք ընկնենք ամբողջությամբ ադրբեջանական այս առումով եւս կախման մեջ ու թուրքերը այն պահին, երբ որ պետք լինի ոնց որ Արցախում էին շրջափակման ժամանակ գազը փագում, ու մարդիկ սառում էին այդ նույն ձև փագել են բոլորից գազն ու նավթը ու ասեն այ հիմա հրաժարվում եք այսինչ բանից, հիմա տալիս եք այսինչ տարածքը, հիմա անելու եք այսինչ բաները, դրա դիմաց ձեզ գազ ու նավթ կտանք։ Այ դա է լինելու Եթե մենք շարունակենք տրվել այդ քարոզությանը, սա ասեմ, որ այն նույն բաների շարքից է, ինչի մասին հայտարարել էր անցած շաբաթ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի նախագահը, մենք էս իր հետ խոսել ենք անցած շաբաթ, երբ որ ասաց, որ առաջիկա ամիսներին մենք Հայաստանին մի քանի խորհրդանշական քայլեր կանենք, ոնց որ Հայաստանի ուղղությամբ, պարզա որ դա արվում է, որպեսզի դե ֆակտո իշխանությունները կարողանան ներկայացնել Հայաստանում հայ ժողովրդին, որ գիտեք, խաղաղությունը եկել է, խաղաղությունը հաստատված է, տեսեք ամեն ինչ լավ է, բայց դրանք ընդհանրապես խորհրդանշական քայլեր են, հենց Էրդողան ուղիղ տեքստով ասում մեր բախտը բելա որ մեր ճշտամիները ուղիղ տեքստով են խոսում շատ հաճախ եւ դա ընդհանրապես այնինչ է ինչ որ այնա ինչ որ թուրքական մեդիաները կոչվում են ընտրական դրական ժեստ Փաշինյանին, այսինքն օժանդակություն Հայաստանի դե ֆակտո իշխանությունին, որ վերընտրվեն։ Իսկ այնինչ կլինի վերընտրվելուց հետո ոնց որ ասում է հայտնի մեմը շատ հուզիչ է ու մեզ բոլորիս սպասում է միմիայն վատ բաներ։